Թևանյանը մի մարդ է, ով ռուսական ORT-ի, թե չգիտեմ, որ պետական հեռուստաընկերության ալիքով եթերում Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք էր տալիս։ Դուք այս մարդուց այլ բան եք սպասում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս մարդուց այլ բան են սպասում։ Բնական է, որ վերևն Աստված ներքևը Վլադիմիր Պուտին տեսնողները այդ պետք է առաջարկեն։ Ինչ կամ թրիփի մեջ ներգրավել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Քաղաքական ինֆանտիլությունը պետք է սահման ունենա։ Դու չես կարող Միացյալ Նահանգների կենսական շահերը համադրել Չինաստանի կենսական շահերի հետ։ Դա անհամատեղելի է, որովհետեւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության դոկտրինում Չինաստանը թիվ 1 մրցակից է համարվում եւ Միացյալ Նահանգների գործողությունները միտված են Չինաստանի հնարավորությունների սահմանափակմանը։ Մի առիթով ասել եմ, սրանք այդքան պլոճիկ չունեն, որ քաղաքական առումով, որ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության գործընթացը վիժեցնեն եւ Լեռնային Ղարաբաղը հետ բերեն կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին հետ տանեն Լեռնային Ղարաբաղ։ Հիմա էլ կրկնում եմ, սրանք այդքան պլոճիկ չունեն, որ թրիփի դեմ պայքարեն եւ Միացյալ Նահանգների շահերին հակադրվեն։ Ուղղակի չունեն։ Մնացածը լոլոներ է իրանց ընտրազանգվածի համար, լոլոներ է մարդկանց համար, ովքեր շատ քիչ են զբաղվում քաղաքականությամբ, ում հիշողությունը շատ կարճ է։ Դրա մասին այս քաղաքական վերաձևումներն ու վերադասավորումները։ Հակառակ պարագայում Ռոբերտ Քոչարյան գծիկ Անդրանիկ Թևանյան, Ռոբերտ Քոչարյան գծիկ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան գծիկ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան գծիկ Գագիկ Ծառուկյան, սրանք նույնական են։